Մայիսի 13-ից Մերձավանի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացը խաթարվել էր հայոց պատմության ուսուցչուհու եւ աշակերտի միջև տեղի ունեցած միջադեպից հետո։ Առարկություն չկա, բոլորը դատապարտում են սկանդալի կենտրոնում հայտնված աշակերտի վարքը։ Անհարգալից վերաբերմունքը տեղ չունի դպրոցում, բայց զուգահեռ ներկայացնում են նաեւ պատմության հակառակ երեսը։ Աշակերտները, ծնողներն ու մի շարք ուսուցիչներ պնդում են, որ ուսուցչուհին իր վարքագծով խախտել է դպրոցական էթիկան, վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ինչպես աշակերտների, այնպես էլ կոլեգաների հասցեին։ Ծնողներն էլ բողոքում են, ուսուցչուհին ոչ պատշաճ արտահայտություններ է արել նաև արցախցի աշակերտների հասցեին, ինչը առաջացրել է ընդհանուր վրդովմունք ու դարձել դասադուլի պատճառ։ Որ դուք հայ լինեիք, Արցախ չէիք թողի գաք, չգիտեմ, տենց տարբեր բաներ։ Կոպտելա, ասալա դուք թուրք եք, դուք Թուրքի հետ ապրել եք։ Մերձավանցիները տեսախցիկի առջև չցանկացան խոսել, բայց ասում են, թե պատմության ուսուցչուհին մինչ իրենց գյուղի դպրոցում աշխատելը 17 դպրոցից հեռացվել է նմանօրինակ վարքի համար։ Ոչ մի հայ էլ չի ժխտի։ Պարզապես իմ տեսակետն է այն, որ ասենք ես դա իմ տեսակետն է, ես դա չեմ պարտադրում որպես պատմաբան։ Ես գտնում եմ, որ ազգը չունի մշտական թշնամիներ։ Միաժամանակ Դավթյանի գործընկերներն ու մերձավանցիները միաբերան պնդում են անկախ ուսուցչի վարքից արդարացում չունի մայիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով էլ աշխատանքից ազատվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ուսուցչուհին էլ կարծում է, իր դեմ դավադրություն է տեղի ունեցել։ Եթե մինչ այս այլ մարդկանց ու պաշտոնյաների մասին էր խոսում, ապա այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին է մեղադրում տեղի ունեցածի համար։